Երբեմն մարդու հոգին կարիք ունի, այսպես ասած, անջատվելու, որպեսզի վերամշակի ցավը։ Դա ոչ թե թուլություն է, այլ վերականգնման շրջան։ Այսօր այդպիսի մի պահ է ինձ մոտ, լուռ եմ և միաժամանակ ներկա։ Մտքերս մի փոքր ավելի դանդաղ են աշխատում և թույլ են տալիս, ասենք այսօր, մտածել այն տեսանյութերի շուրջ և այն գործունեության շուրջ, որ ծավալում եմ YouTube-ում, եթե այդպես կարելի է ասել, եթե բարձրաձոչ չի հնչում։ Ինչն է ինձ ստիպում տեսանյութեր ստեղծել և տեղադրել YouTube։ Մի քանի պատճառ ունեմ ըստ երևույթին։ Նախ, մենակության զգացումը և արտաքին աշխարհին կապվելու, թեկուզ այն անտեսանելի թելերով, զգացողությունը ինձ ստիպում է ստեղծել տեսանյութեր, արտահայտել մտքեր, և այսօր ես նայում եմ 3 ամսվա մեջ 100,000-ից ավել դիտումներ ունեմ, չնայած հասկանալով YouTube-ի ալգորիթմը, թե ինչպես է նա տեսանյութերը տարածում և ցուցադրում տարբեր քանակությամբ մարդկանց և խմբերի, շատ դեպքերում ես համարում եմ պատահական դիտումներ։ Միևնույն է, YouTube-ում գտնվող անտեսանելի մարդիկ, դրանք ևս այն հոգիներն են, որոնց հետ կապվում ենք առանց բառերի և թեկուզ առանց կոմենտների։ Մյուսը, որ ուզում եմ ասել, դա զգացել եմ, որ իմ կոմֆորտ զոնայից դուրս եմ գալիս, դա դժվար բան է, բայց լավ բան է, այսինքն իմ այս դատարկ և անարդար զգացողությունը, որ ունեմ իմ կյանքում և աշխարհի նկատմամբ, այդ ֆոնին ես դարձյալ փորձում եմ ինչ-որ բան ստեղծել և դրանով արժևորել այն ժամանակը, որ դեռևս ունեմ, և թույլ չեմ տալիս, որ այն բացարձակ անիմաստ հոսի։